Այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար։ Ես կնստեմ ավտոն, հետո ինձ չեն թողնի, հետո ես դուրս կգամ մեքենայից, հետո ես ոտքով կգնամ։ Մայրաթորում հունիսի 27-ին տեղի ունեցած իրադարձություններին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքն է։ Կա դատարանի որոշում։ Գնալ մտնել ինչ-որ մի տեղ եւ փորձել պատասպարվել եւ դատարանի որոշումը որպեսզի չկատարվի, դա անընդունելի է։ Եվ վերջի վերջո ազգային անվտանգության ծառայությունը տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, ընդհակառակը դուրս եկա, որպեսզի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա եւ իրենք գործառույթն են իրականացնում։ Թե մեկի մոտ ինչ-որ կարծիք կա, որ ԱԱԾ ցանկության դեպքում, ասենք չեմ 300 կամ 400 հոգի որ մարտինի չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս անել, իհարկե կարող է, բայց այդպես քայլի չգնաց ի պատիվ մեր ԱԱԾ-ի, եթե այլ հիմքեր չլինեն եւ այլ բաներ չլինեն, շատ դժվար է լինելու դատարանում նման մեղադրանքը պաշտպանելը։ Բազմաթիվ մարդկանց, նաև իմ բարեկամներին, իմ ընկերներին, իմ կուսակիցներին նման ձևով մեղադրանք ապացուցել, բազմաթիվ գործեր կան, որոնք մարդիկ արդարացվել են։ Եթե չի լինի որևիցե հանցակազմ, ես վստահեցնում եմ, որևիցե մեկը բանտ ուղակի չի գնի։ Առանց դատական վճռի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը ահաբեկչություն անվանել է անմեղության կանխավարկածի խախտում չէ, հարցին Ալեն Սիմոնյանն արձագանքում է հարցով։ Այն գնահատականները, որոնք որ տրվում են, դրանք քաղաքական գործիչների գնահատականներն են հիմնված այն ինֆորմացիայի վրա, որը որ տվել է համապատասխան իրավապահ մարմինը։ Հիմա հոկտեմբերի 27-ին, ներողություն եմ խնդրում, հոկտեմբերի 27-ին, երբ որ տեղի ունեցավ տերորիստական ակտ, միջև դատավճիռ հրապարակելը, որը տեղի ունեցավ բավականին ուշ։ Արդյոք դա տերորիստական ակտ էր, թե տերորիստական ակտ չէր։ Չէին ասում, որ տերորիստական ակտ էր։ Երկու հոգու պետքա տանել, պատի տակ գյուլել, բարեկամներին էլ փոխհատուցում տալ, իրանք էլ ուրախ կլինեն։ Այս նախադասությունը յուրաքանչյուր նորմալ մարդ որ լսում է, իր գնահատականն է։ Երբ որ ասում է ավտոբուսները պետքա վառենք, երբ որ ասում է ցանցերը, բանը, հոսանքի լարերը պետքա վրան սալուտ տրակացնենք, երբ որ այս բաները դու համադրում ես, դու գալիս ես ինչ-որ եզրակացության, բայց մարդուն բանտ տանելու համար, որպեսզի ինքը ոչ թե ուղղակի ինչ-որ կարգավիճակ ունեն, այլ մեղավոր ճանաչելու համար արդեն գալիս է դատարանի վճռի փուլը։ Ինչ վերաբերում է հեծին Ալեն Սիմոնյանի դիտարկման պետական կառավարիչ նշանակելու անհրաժեշտություն կա, մանրամասնում է։ Չգիտեմ որքանով են հավաստի, բայց ես տենց տեղեկություն ունեմ, որ ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների եւ ամսի 4-ին ասել են, որ ամսի 4-ին երթ լինելու եւ ելի պարտադրել են հեծի աշխատակիցներին, որպեսզի իրանք մասնակցեն։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ, ուզում եմ կրկնել վարչապետի ասած ազգային ժողովում, հարգելիներս, այդ բոլոր մարդիկ, ովքեր նման բան են ասում եւ նման բան են առաջարկում, դրանք առնվազն գործից ազատվելու են, օրենքը ընդունվելուց հետո նոր կառավարիչ նշանակվելու պարագայում դրանք պատասխանատվության են ենթարկվելու։ Ազգային ժողովի նախագահը խոստովանում է կա վախ, կա անհանգստություն, պարզաբանում։ Այն նկարագրած իրավիճակները, որոնք որ նկարագրված էր, եթե իրականություն լիներ, դա նշանակում է քաոս, իրանք հենց այդ բառներն օգտագործում են։ Իսկ պետական մակարդակ, որ պետությունը գոյություն չունի, ասեք դուք ինչ գիտեք, որ ենթադրենք, չգիտեմ, ինչ-որ ուժ չի գա եւ չի ասի եւ վերջ, այսօր շվանից մենք ենք իշխանությունը, այստեղ կառավարությունը մենք ենք, դուք պետականություն այլևս չունեք։ Դուք վստահ եք, որ ենթադրենք ինչ-որ տեղից ինչ-որ զորք չի մտնի, զբաղեցնի պետական այդ իրավիճակի շարունակական բոլորին, շարունակական դեպքում, երբ որ բոլոր քաղաքներում պայթուններ են, երբ որ ոստիկանությունը չի կարողանում դուրս գա իր տեղերի ֆունկցիան իրականացնի, փողոցները փակեն, շապօգնություն չի աշխատում, բանակը բնականա կատվածահար է, ժողովուրդ այդ նշանակում է, որ յուրաքանչյուր թշնամի, յուրաքանչյուր հակառակորդ կարա մտնի գրավի յուրաքանչյուր տարածք։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանին падգամավորական անձեռամխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցով գլխավոր դատախազից դեռ պաշտոնական գրություն ազգային ժողովը չի ստացել, բայց սպասում է այդ գրությանը, հայտարարում է ազգային ժողովի նախագահը։ Խորհրդարանը դեռ չի քննարկել նաև падգամավորներ Սերյան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռամխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ արված միջնորդությունը։ Ալեն Սիմոնյանը նաև կարծում է, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարց պետք է քննարկել։ Եթե պետական ալիքները իրանց թույլ են տալի խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք, առնվազն փակենք իրանց մուտքը մեր հանրության բնակարաններ։
Ռուսական որոշ հաղորդումները Սիմոնյանի վնաս են պատճառում նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Մենք ունեցել ենք շատ լավ այց իմ գործընկեր Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետությունում, ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ անկեղծ։ Ու հիմա այդ մարդիկ, որովհետև ամեն ամիս, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կարող է ուրիշ մարդ, չգիտեմ, ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել, հիմա իրանք ասում են, որ դրանք իմ ընկերներն են, էլի ում փող է տվել, հիմա իրան ընկերներն են, ում հարսանիքին կանչել է երկել են, էլ իր ընկերներն են, բան տենց այդ մարդկանց հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող մեր երկրի ներքին գործերին չխառնվեն։ Ազգային ժողովի նախագահը շեշտում է, որ նման հաղորդումները եւ դիրքորոշումները բացասական էմոցիաներ են առաջացնում ոչ միայն իր, այլև Հայաստանի քաղաքացիների մոտ։ Իրինա Մկրտչյան, Դավիթ Մաշկալյան, Լուրեր։